Սահմանը դեռ այսքան լարված չէր եղել, հրադադարի խախտումներ եւ կուտակումներ հայ-ադրբեջանական շփման գծում։ Ամեն օր էլ կրակում են, երեկոյան ժամը 10-ից հետո սկսվում է, շարունակվում է մինչև լուսաբաց։ Օր կա, որ երկար են կրակում, ոնց որ հատուկ ժամեր ունեն կրակելու։ Հիմնականում անկանոն են կրակում, հետո մեզ են մեղադրում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։ Մեդիաբի զրույցում ասում է Սյունիքի մարզի Արավուս գյուղի բնակիչը։ Տեղ խոշորացված համայնքը ի տարբերություն Խոզնավարի, Խնածախի եւ Արավուսի ադրբեջանական դիրքերից ավելի հեռու է գտնվում, սակայն գյուղերի տների մեծ մասը եւ շարժը դիտարկվում է։ Մենք կրակոցները լսում ենք, դրանք լինում են ամեն օր։ Այնպես չի, որ գյուղում խուճապ կա, ուղղակի անհանգիստ ենք, որովհետեւ գոնե մենք տեսել ենք ու հիշում ենք Արցախի պատմությունը, ասաց տեղի բնակիչը։ Սյունիքից բացի արդեն երկրորդ օրն է լարված է հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի ուղղությունը։ Ադրբեջանցիները այս հատվածում ոչ միայն խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, այլև տավուշցիների հավաստմամբ զենքի ու զորքի կուտակումներ կան։ Հիմնականում կուտակումները Չինարի, Մովսես, Ներքին Կարմիր աղբյուր գյուղերին մոտ գտնվող Մեհրաբի դիրքերի ուղղությամբ են։ Իրենց կողմից կուտակումներ են, մեր կողմից համար 1։ Սահմանը դեռ այսքան լարված չէր եղել։ Մեդիաբին փոխանցեց Բերդի բնակիչը։ Նրա տեղեկություններով վերջին 1 շաբաթվա ընթացքում գերլարված է նաև Վայոց ձորի Ջերմուկ քաղաքի դիրքերում։